Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է ռազմաարդյունաբերության ոլորտի խնդիրների մասին։ Բյուջեով սահմանված գումարները ժամանակին տրամադրվում են հայրենական զենքի մշակման համար, սակայն տարեվերջին պարզվում է, որ այդ գումարները չեն ծախսվել։ Ներկայացվում են տարբեր պատճառաբանություններ, որոնք այնքան էլ էական չեն։ Եթե հաշվի ենք առնում, որ հարևանները, որոնց հետ մենք պատրաստվում ենք խաղաղություն կառուցել, շարունակում են սեփական տարածքներում նորանոր ռազմաարդյունաբերական գործարաններ կառուցել։ Գործադիրը խոստացել էր, որ հետևողական է լինելու, որպեսզի ռազմաարդյունաբերությանը հատկացված գումարները ծախսվեն ըստ պատշաճի, սակայն կառավարության վերջին որոշումը չի խոսում դրա մասին։ Կառավարությունը իր 1641 որոշմամբ ռազմաարդյունաբերության զարգացման ծրագրից կրճատել է 3 միլիարդ 200 միլիոն դրամ եւ ՏՏ ոլորտին նախատեսված պետական աջակցության ծրագրից կրճատել է 3.8 միլիարդ դրամ։ Տարիներ շարունակ ամեն անգամ, երբ ոլորտին առնչվող այս խնդիրն է բարձրացվում, ասում են կառավարությունը գործ է անում, բայց գաղտնիք է բացահայտելը, թե ինչ է արվում։ Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերությանը հատկացված գումարները ծախսելուն, ապա պատճառաբանում են, թե անհրաժեշտ նախագծեր չեն լինում ֆինանսավորելու համար։ Մասնագետները սակայն պնդում են, որ կան ընթացիկ բազմաթիվ նախագծեր, որոնք ֆինանսավորման սուր կարիք ունեն։ Հոդվածներից մեկը դա ռազմական նշանակության հատուկ գիտահետազոտական փորձակոնստրուկտորական աշխատանքներն են, պարզ լեզվով ասած նոր զենքի սպառազինության նմուշների մշակումը։ Մյուս հոդվածը դա փորձանմուշների արտադրությունն է, պարզ լեզվով ասած այն ամենը, ինչ ընկերությունները ստեղծել են իրենց ուժերով, դրանց փորձանմուշներ ստեղծել, զորային փորձարկումների տանել, որպեսզի հասկանալի դառնա, պարզ դառնա, ասենք այդ փորձարկումների ընթացքում դրանց արդյունավետությունը, կիրառման սահմանները, կիրառելիությունը եւ այլն։ Դեռ այս տարեսկզբին կառավարությունը վերանայել էր ռազմաարդյունաբերական նախագծերի ֆինանսավորման կարգը։ Նոր կարգավորումներ էին սահմանել, որոնց համաձայն էլ այլևս ընտրվում են նոր զենքի նմուշների նախագծերը, ֆինանսավորում, դրանց հետագա զարգացումը, փորձանմուշի արտադրությունն ու փորձարկումները։ Հիմա ավելի երկար են ուսումնասիրում նախագիծը, մինչև դրա նախնական ֆինանսավորմանը համաձայնություն տալը։ Ընթացակարգային մասը միայն տևում է 6 ամիս։ Այսինքն ակնհայտ է արդեն այն ժամանակ, որ ինստիտուցիոնալ հիմքեր են ստեղծվում անգործությունը արդարացնելու համար։ Ուղղակի ակնհայտ էր։ Պարզ էր, որ իրենք նպատակ չունեն այս փողերը ծախսելու։ Հարևան Ադրբեջանը, չնայած տարատեսակ մեծ ու փոքր ուղիների բացման, առևտրի ու խաղաղության մասին զրույցներին ամեն տարի նոր պայմանագրեր է կնքում իսրայելական ու թուրքական ընկերությունների հետ, որոնց աջակցությամբ զարգացնում է սեփական ռազմաարդյունաբերական համալիրը եւ ապահովում ինքնաբավությունը, թեկուզ հենց ռազմամթերքի արտադրության ոլորտում։ Այս ֆոնին կառավարության նշված որոշումն առնվազն տարակուսանք է առաջացնում։ Հայերի ու ադրբեջանցիների խոսույթում փոփոխություններ նկատելի չեն։ Նիկոլ Փաշինյանն էլ է փաստում այս հանգամանքը ու որպես արմատավորված իրավիճակը փոխելու տարբերակ է ներկայացնում Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքասարակությունների փոխադարձ այցերը։ 35 տարվա, 36, նույնիսկ 37 տարվա կոնֆլիկտը 5 փորձագետի 2 հանդիպման արդյունքում չի կարող փոխվել։ Այսինքն մենք ուզում ենք, որ փոխվի, թե չենք ուզում։ Պետք է տեղի ունենա process, որ փոխվի։ Հայաստանը ցանկանում է զարգացնել տնտեսական փոխգործակցությունը Ղազախստանի հետ։ Վարչապետը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, թե նախկինում լոգիստիկ սահմանափակումները խոչընդոտում էին երկու երկրների միջև տնտեսական կապերին։ Այս քաղաքական process-ների արդյունքներով մենք կտեսնենք կոնկրետ տնտեսական արդյունքներ։ Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ղազախստանի նախագահ հարգելի Կասիմ Ժոմարթ Տոկաևին այդ բարձր մակարդակով ինձ ընդունելու եւ նաեւ բարձրագույն պարգևի արժանացնելու համար։ Երևանում օդի որակը վատ է ու գնալով ավելի է վատանում։ Այս մասին վերջին օրերին ահազանգեցին մասնագետները, բժիշկները, այդ ահազանգերին անդրադարձավ Տիգրան Ավինյանն ու հարցը հասավ նաեւ կառավարություն։ Շինարարության ու ավտոմեքենաների մեծ ծավալներն էլ են ստիպել, որ առողջությանը սպառնացող իրավիճակ ստեղծվի մայրաքաղաքում։ Պետք է գնալ պլանավորված, հետևողական, ոչ կտրուկ քայլերի։ Այդ քայլերը ըստ Փաշինյանի հաճախ դժվար լուծվող դիլեմաների են հանգեցնում, ուստի հարցի քննարկմանը պետք է ներգրավել փորձագիտական ու քաղաքացիական հանրությանը։ Վարչապետը նաև զգուշացրեց՝ հարցը վաղը չի լուծվելու։
Հայաստանում վերջին տվյալներով գնաճը 3.7% է եղել։ Կառավարությունը պլանավորել էր, որ գնաճը պետք է չգերազանցի 3%-ը, բայց 0.7%-ն էլ մի մեծ բան չէ, կմտածեն շատերը։ Բայց գետնի վրա ամեն ինչ ավելի բարդ է, սպառողական գների աճը շատ ավելի է։ Դա կարող եք ֆիքսել մոտակա խանութում առևտուր անելով։ Պաշտոնապես սննդամթերքի շուկայում գրանցվել է 5.8% գնաճ։ Խոսքը հատկապես հացաբուլկ եղենի, կաթնամթերքի եւ մսի մասին է։ Սա այն ամենն է, ինչի վրա ծախսվում է Հայաստանի բնակչության եկամուտների առյուծի բաժինը, բայց կա կարծիք, որ իրականում գնաճը շատ ավելին է։ Դրանք մեծ մատնակաշ կտար։ 250 դրամանոց հացը կշռում է մոտ 500 գրամ։ Այսինքն 1 կիլոգրամանոց հացը միջինում արժե 500 դրամ, պաշտոնական վիճակագրության համաձայն հացը թանկացել է ընդամենը 5%-ով։ Բայց Ռուսաստանում, որը հանդիսանում է Հայաստան ներկրվող ցորենի հիմնական մատակարարը, այդ հումքի էական գնաճ կարծես չի նկատվել։ 2022 թվին, երբ որ ռուս-ուկրաինական բախումը սկսեց, ցորենի գինը հասավ վերջի տարին պատմական պիկի։ Մոտավորապես 200 դրամ էր ցորենի 1 կիլոգրամը։ Անմիջապես թանկացան հացերը։ Խնդիրն այն է, որ նախորդ տարին բավականին բերի էր Ռուսաստանում։ Զուգահեռ կար մի խնդիր, պատժամիջոցների պատճառով այդ երկրից արտահանումներ էականորեն նվազել։ Ցորենի գինը Ռուսաստանում իջել էր պատմական նվազագույնին, կարելի է ասել 6-7 ռուբլի, որը Հայաստան ներկրելու պայմաններում տրանսպորտային ծախսով, շահույթով եւ ավելացած արժեքի հարկով կազմում էր 70 դրամ ընդամենը։ Այսինքն առաջին անհրաժեշտության ապրանքների այս շուկան միանգամից արձագանքում է, հենց որ մատակարարի մոտ գնաճը արձանագրվում, մեզ մոտ էլ արտադրանքի գինը միանգամից աճում է։ Իսկ այ արտահանողի մոտ գնանկմանը մեզ մոտ կամ արձագանքում են դանդաղ կամ չեն արձագանքում ընդհանրապես։ Կառավարության կազմում կա շուկայի վերահսկողության ծառայություն։ Այս մարդիկ լիազորություններ ունեն։ Իրանք կարելի ասել այդ լիազորությունները չեն օգտագործում։ Պետությունը կարող է ստեղծել գործիքներ, որոնք կզսպեն առաջին անհրաժեշտության ապրանքների շուկայում ապրանքների թաքնված գնաճը, այսինքն երևույթ, որը սովորական քաղաքացու աչքից կարող է վրիպել։ Շուկայում պետք է վերահսկվի այդ հացի քաշը։ Հացի քաշը, որ վերահսկողություն լինի, չէ, շատ բաներ կընկնի իր տեղը։ Որովհետև հիմա հացի քաշի վերահսկողություն բացարձակ չկա։ Կա կարծիք, որ լայն սպառման ապրանքների գնանկումը մեծ հաշվով ձեռնտու չէ պետության համար, քանի որ որքան թանկ է ապրանքը, այնքան շատ հարկ է գանձվում դրա վաճառքից։ Հետևաբար այդքան շատ գումար է հոսում պետական բյուջե։ Մինչև բու նորակարգին անցնելը քննարկելու, թե մեր զինված ուժերում կանանց ներգրավվածությունն ինչու մեծ չէ, մարդու իրավունքների պաշտպանին հարցնում են, իսկ ինչ բողոքներ ահազանգեր կան հենց կին զինծառայողներից, ինչից են դժգոհում նրանք։ Օմբուդսմենն արձանագրում է սեղանին բազմաթիվ դիմումներ ունեն, նրանց հիմնական մասը կարծրատիպերի պատճառով առաջացած խնդիրների մասին է։ Առաջին հերթին վերաբերում են այն ընդհանուր կարծրատիպերին, որոնք մեր երկրում առկա են, կարծրատիպեր, որոնք կարող են տարաբնույթ լինել, թե այն առումով, որ կինը միգուցե չի կարող որոշումների կայացման գործընթացում հատկապես պաշտպանության ոլորտում դերակատարություն ունենալ, թե ընդհանուր կարծրատիպերը, կանանց անձնական կյանքի եւ այլ հարցերի առնչությամբ, որոնք միանշանակ ազդում են նաեւ զինվորական ծառայության շրջանակներում իրենց իրավունքների պաշտպանվածության վրա։ Իսկ Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ով առաջին անգամ է Երևանում, փաստում է, միայն Հայաստանի անվտանգային եւ պաշտպանական համակարգերում չէ, որ կանանց մասնակցությունը ցածր է, եւ դրա պատճառներն էլ ըստ Իրեն Ֆելինի գրեթե ամենուր նույնական են։ Ես չեմ կարող առանձնացնել Հայաստանի համար այսպես ասենք վերհանված որևէ խոչընդոտ, որովհետև դրանք գրեթե բոլոր երկրներում նույնն են, հիմնականում առաջանում են մշակութային առանձնահատկությունների կամ օրենսդրական բացերի պատճառով։ Այս բոլոր խնդիրները արդյունավետ պաշտպանություն եւ անվտանգություն կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում եւ դրանից դուրս խորագրի ներքո Երևանում անցկացվող բարձր մակարդակի միջազգային համաժողովի օրակարգում են։ ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի նախաձեռնությունն է, համախմբել են պետական ու միջազգային կառույցների դիվանագիտական կորպուսի, քաղաքասարակության եւ փորձագիտական համայնքի ներկայացուցիչներին։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասում է, մեր երկրի զինված ուժերում կանանց ներգրավումը ռազմավարական անհրաժեշտություն է, մինչդեռ այսօր նրանք ոլորտում այո փոքր տեղ են զբաղեցնում։ Աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց եւ տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները եւ
վերջիններիս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ Այստեղ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծում է, որքան խոսենք անվտանգային եւ պաշտպանական համակարգերում կանանց ներգրավվածությունը խթանելու մասին, որպես առաջնահերթություն պետք է առանձնացնենք ոչ թե քանակական, այլ բովանդակային նպատակները։ Շատ կարևոր է, որպեսզի կանայք ունենան պատշաճ առաջխաղացման հնարավորություններ եւ ունենան նաեւ դերակատարություն որոշումների կայացման մակարդակում։ Այդ առումով պետք է նշեմ, որ Հայաստանում միանշանակ իրավիճակը դեռևս շարունակում է զարգացման կարիք ունենալ, որովհետեւ մենք կարելի է ասել, որ գրեթե չունենք կանայք այս ոլորտում, հատկապես զինված ուժերում, որոշումների կայացման մակարդակում ներգրավված։ Զինված ուժերում կանանց նշանակալի մասնակցություն ամբողջ հասարակության ներգրավվածության սկզբունքով։ Մասնագետները մեր երկրին առաջարկում են այս ճանապարհով առաջ շարժվել, շարունակ կարևորելով մարդու իրավունքները, հաշվետվողականությունը, թափանցիկությունը եւ իրավունքի գերակայության պահպանումը։ Համաժողովի ընթացքում ի դեպ քննարկվեց նաեւ կանայք, խաղաղություն եւ անվտանգություն օրակարգի շրջանակում Հայաստանի ազգային գործողությունների պլանը։ Առաջընթաց կա, հետագա զարգացման խոչընդոտներ նույնպես։ Մտահոգիչ է իրավիճակը Հայաստանում թոքի քաղցկեղը շարունակում է մնալ ամենատարածված ուռուցքային հիվանդություններից մեկը։ Երևանի պետական բժշկական համալսարանի առողջապահության ծրագրերի ազգային գիտահետազոտական հերացի կենտրոնից հայտնում են, որ 2021-ի տվյալներով թոքի քաղցկեղը նոր արձանագրված քաղցկեղների 14.3%-ն է։ Մասնագետների խոսքով հիվանդության զարգացման առաջին ու առանցքային ռիսկի գործոնը ծխախոտի գործածումն է, մյուսը մթնոլորտային օդի աղտոտվածությունը, որը ըստ փորձագետների մեր երկրում մեղմ ասած կրիտիկական է, խոցելի խմբում հատկապես երեխաներն են։ Նյութափոխանակությունը ավելի ակտիվ է եւ նաեւ ձևավորված չեն պաշտպանող մեխանիզմները երեխային, այսինքն ամենամեծ վտանգը դրանց մոտ է եւ երեխայի համար օդի աղտոտվածությունը դա վաղվա ընդհուպ միջև լեյպոզի զարգացումը, փոքր քաշ ծնվելու ժամանակ անհասություն, շնչառական համակարգի հիվանդություններ, նաեւ վարքագծային առանձնահատկություններ եւ այլ խնդիրները շատ մեծ են։ Տարեցներն են որպես թիրախային խումբ համարվում, նաեւ մարդիկ, որոնք որ ունեն շնչառական սրտանոթային համակարգի ալերգիկ հիվանդություններ։ Մթնոլորտային օդի աղտոտվածությունը եւ կենցաղային վառելիքի այրման արդյունքում առաջացող վնասակար արտանետումները պարզվում է կարող են առաջացնել թոքի քաղցկեղի մինչեւ 30%-ը։ Եվ քանի որ Հայաստանը մթնոլորտային աղտոտվածության մակարդակով աշխարհի առաջատարների շարքում է, հետեւաբար ռիսկի գործոնը ըստ մասնագետների բավականին բարձր է։ Այս հիվանդության ես հենց հիմա իմ բուժառուների շրջանում նկատում եմ շատ սրացումներ քրոնիկ թոքային օբստրուկտիվ հիվանդությամբ։ Այսպես վերակոչված մեր հին բրոնխիտն է, որը ավելի գրագետ եւ ավելի նոր է, այսպես անվանում է ստացել։ Մենք ասում ենք ծխողի բրոնխիտ, բայց հիմա էլ ասում ենք աղտոտված օդի բրոնխիտ։ Շատ լուրջ խնդիր է, սա օրհասական խնդիր է։ Առաջի թիրախները դա գլխուղեղն է, ոսկորները եւ լյարդը, բնականաբար տարածումը գնում է լիմֆատիկ հանգույցներով։ Ամենաառաջի գանգատներ չունի ցավոք, դրա համար մենք առաջարկում ենք միշտ սկրինինգային մեր ժողովրդի մեջ պետք է մտնի այդ մշակույթը, որպեսզի մենք տարեկան մեկ անգամ անպայման հետազոտվենք։ Օդի աղտոտվածությունը ուղիղ փոխկապակցված է մարդու առողջության հետ։ Առողջ մարդկանց դեպքում եւս կարող են ի հայտ գալ կարճաժամկետ եւ երկարաժամկետ էֆեկտներ։ Կարճաժամկետի դեպքում օրինակ կարող են նկատել արդյունքահոսություն, հազ, փռշտոց, մաշկի վրա որոշակի փոփոխություններ եւ գլխապտույտ։ Երկարաժամկետի պարագայում արդեն չարորակ նորագոյացությունների ձևավորում։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ցույցում է, որ հավելյալ մահվան դեպքերը ինֆարկտներից եւ ինսուլտներից պայմանավորված օդի աղտոտվածության դա քառորդ դեպքերն են, 1/3-ը թոքի քաղցկեղի պայմանավորված այս խնդրով մահվան դեպքերի եւ 43%-ը շնչառական համակարգի հիվանդությունների։ Այսինքն սա բավական լուրջ է եւ ժամանակն է, որ քաղաքային իշխանությունը ի վերջո պատասխանատվություն կրի։ Շատ լուրջ մարտահրավերների առաջ են կանգնացել մեր բնակչությանը եւ հիմա ժամանակն է, որ գրագետ քայլեր արվեն։ Մենք հիմա էքսպերիմենտի ժամանակ չունենք։ Ոլորտի լավագույն փորձագետները պետք է հավաքվեն, մշակեն ռազմավարություն։ Մասնագետները հորդորում են վերահսկել բնակարանի օդի որակը, ապրել առողջ ապրելակերպով եւ պարբերաբար անցնել կանխարգելիչ հետազոտություններ։ Իսկ թե ինչ հնարավոր հետևանքներ կթողնի մեր հասարակության վրա օդի այս անթույլատրելի աղտոտվածությունը, մասնագետները տարակուսում են, հորդորում րոպե առ առաջ անցնել գործնական քայլերի։